Տավուշի մարզի այրում կայարանն է, գիշերը Հայաստանը ժամանել ղազախական շուրջ 1000 տոննա ցորենով բեռնված գնացքը, որն անցել է Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով։ Շուրջ 35 տարվա դադարից հետո արդեն երկրորդ անգամ մեր երկիր է տեղափոխվում բեռ անցնելով Ադրբեջանի տարածքը։ Դավիթ Խուդատյանը սա հատկապես կարևորում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համատեքստում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի ֆոնին։ Իր էֆեկտը եւ քաղաքական է, եւս մեկ անգամ ընդգծում է հաստատված խաղաղությունը, որը պետք է երկարաժամկետ լինի, եւ նաեւ ունի տնտեսական էֆեկտ, այն ավելի է կարճացնում նախ տեղափոխվող բեռի վրա ծախսվող ժամանակը, հետեւաբար նաեւ ֆինանսական ծախսերը։ Ես վստահ եմ, որ մեր բեռնափոխադրողները առաջիկայում ավելի հաճախ կօգտվեն այս երթուղուց։ Նշվում է, որ Ադրբեջանի կողմից բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը նպաստում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանը եւ տնտեսական համագործակցության խթանմանը։ Ընդհանուր առմամբ սա Ղազախստանի դեսպանի գնահատմամբ պատմական իրադարձություն է։ В настоящее время отношения между Казахстаном Ներկա պահին Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ աճ են արձանագրել։ Այսօրվա իրադարձությունը դրա վառ արտահայտությունն է։ является ярким подтверждением этого. Հիշեցնենք, որ նախորդին նաև ռուսական ցորեններ այս կերպ հասել Հայաստան 15 վագոնով դարձյալ 1000 տոննայի չափով։ Տնտեսական առումով այս կերպ հնարավոր է դառնում տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացումը, նաև այն, որ օգտագործվում է երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ողջ ներուժը, ռազմավարական այնպիսի ապրանքների համար, ինչպիսին է օրինակ հենց հացահատիկը։ Երկաթուղային այս բեռնափոխադրումները մուլտիմոդալ փոխադրումներ չեն, ինչպիսին մինչ այս եղած տրանսպորտային փոխադրումներն էին, այլ սրանք պաշտոնյաների գնահատմամբ նոր հնարավորությունների դռներ են։ Երկաթուղային փոխադրումները բավականին մատչելի են եւ սա դրական ազդեցություն է ունենալու ապրանքի վերջնական գնի վրա։ Այս իմաստով դրա տնտեսական էֆեկտը բավականին բարձր է։ Պարենային անվտանգության տեսանկյունից եւս այս փոխադրումները մեր երկրի համար չափազանց կարևոր են համարում։ Անթույլատրելի է առնվազն պարենային անվտանգության տեսանկյունից, որպեսզի մենք ունենանք մատակարարման խափանումներ կամ դանդաղումներ։ Հետևաբար երկաթուղով մատակարարումը գալիս է լուծելու հենց այն հարցը, որ այլևս նման խնդիրներ չեն առաջանա։ Միջինում Հայաստանը ներմուծվում շուրջ 300-ից 500 հազար տոննա ցորեն։ Հիմա բեռնաթափման ճանապարհն առավել կկարճանա։ Այլ ապրանքների դեպքում եւս մատակարարումները կլինեն առավել արագ ու սահուն, վստահ է էկոնոմիկայի նախարարի տեղակալը Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։